Տատիկ ջան, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի հարցը մեկընդմիշտ փակված է, որ այլևս իրենք Արցախի հարցը չեն քննարկելու եւ Արցախը մեկընդմիշտ կորցված է։ Դուք համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոչ, հատախ պիտի մնա հայկական։ Մենք կարող ենք գնալ եւ նորից ազատագրել։ Եթե գնա թողնի կգնամ։ 4 պատերազմի մասնակից եմ։ Ամեն անգամ էլ իմ եկարամասից չեմ հեռացել ու 23 թվականի սեպտեմբերի 19-ը տակատագրական էր մեզ համար, թողեցինք ամեն ինչ ու դուրս եկանք յուղից։ Այստեղ Վարչով եք բնակվում թե ոնց, որտեղ եք ապրում Երևանում։ Մի րոպե։ Երևանում որտեղ եք։ Երևանում Եղվարդի նատի թաղամասում եմ ապրում, բայց առօրական վիճակս հիմա վատ է, եկած եմ քաղաքի հիվանդանոց, այսօր եմ եկել հիվանդանոցից։ Մի քանի օր մասնակցել եմ ստեղ, Նիգերան է էլի, ասի տեսնեմ ինչ են արել դղերքը, ինչ որոշում կա, ինչ բան կա, դրա համար եկել եմ տեսնեմ, նորություն կա, բան կա։ Ձեր կարծիքով Հայաստանի իշխանությունները պատրաստ են օգնել արցախցիներին։ Իմ կարծիքով պիտի անպայման օգնեն։ Դուք ինչի կարիք ունեք։ Տուն չունենք, ապրուս չունենք ընդհանրապես, ամեն ինչ թողած դուրս եկած ենք, որդիս պատերազմում է եղել թորանս հետ, ամեն ինչ թողել ենք, 3 տուն ենք թողել, 2 նոր մեքենա ենք թողել, անասուններ, հավեր, մեղվափետակներ, լիքը լցած 3 տուն։ Հիմա դատարկ այս են դուրս ենք եկել, դիրքերի համար հաց էի թխում ու հանկարծ եկեն, թե դուրս են գալի գյուղից։ Ստիպած դուրս եկանք, 15 րոպե հետո թուրքերը մտան գյուղը ու մի մարդ քնով էր անցել, չէինք էլ իմացել, որ իրեն տաննա։ Դուրս է եկել տեսել հուսադանը քանդում են, բողոքել ինչի է քանդում, առանց իմանալու, որ թուրքեր են։ Բարներ մորթել են հենց հուսադանի մոտ, ռուսական խաղապահները դիակը տարել են հացել գյուղ, գյուղամիջում հենց փոս են փորել զինվորները, մեր զինվորները։ Ամփոփել է տղային, տղա 73 թվականի 2 երեխաները դեր հայրել։ Հենց էլ դուրս եկանք առանց տուն մտնելու, հաց էինք թխում, հենց թողեցինք հացերը մեկնած, կեսը գրտնակած, կեսը դեռն հենց խմոր։ Դերքերս խմորոտ հացել եմ Ստեփանակերտ։ Այդ հենց է տկլոր հացելը ստեղել է ապրեն է ժողովուրդը, շոր մոր տվել են, մի կետ դասավորվել, հիմա հիվանդության պատճառով, որպեսզի ամեն օր մինչև Եղվարդ չգնամ գամ, Բաղրամյան 24-ում եմ մնում, որպեսզի բուժումս վերջացնեմ, հետո գնամ, նորից իմ տեղը։ Ձեր անուն ազգանունը կասեք։ Արցամյա Լյուդմիրա Սուրենի։ Շնորհակալ եմ։